Սնվենք առողջ էջում այսօր խոսելու ենք վահանագեղձի հիվանդություններ ունեցող մարդկանց սննդակարգի մասին։ Իսկ մինչ թեմային անդրադառնալը ներկայացնեմ այս բաժնի մեր գործընկերոջը։ Երեմյան Products-ը իր ֆերմայից պատրաստվող անարատ կաթով պատրաստում է կաթնամթերքի լայն տեսականի, վերահսկելով եւ կազմակերպելով կաթնամթերքի արտադրության բոլոր փուլերը։ Փնտրիր սուպերմարկետներում իրական անարատ կաթնամթերքը։ Երեմյան Products կաթը սերը։ Մեր հյուրն է այսօր Աչափնյակ բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Աստղիկ Կարապետյանը։ Ողջույն բժշկուհի։ Բարև ձեզ։ Մինչ զրույցին անդրադառնալը ասեմ, որ նաև մեզ հետ է տեղավարում այսօր մեր սիրելի Ալոնան, ով կպատրաստի շատ հետաքրքիր ուտեստ, օգտակար, որի մասին մենք մի փոքր ավելի ուշ կխոսենք։ Բժշկուհի Կարապետյանը խնդրեմ ասեք, որոնք են համարվում էնդոկրին առհասարակ հիվանդությունները, ամենատարածվածները։ Էնդոկրին հիվանդություններից ամենատարածվածը շաքարային դիաբետն է եղել եւ մնում է իհարկե ամբողջ աշխարհում, սակայն 2016 թվականից վիճակագրությունը ցույց տվեց, որ էնդոկրին ամենատարածված հիվանդությունները վահանաձև գեղձի հիվանդություններն են, որոնք մեծ տարածում ունեն ամբողջ աշխարհում։ Այսինքն կարող ենք ասել, որ մեզ մոտ եւս վահանագեղձի հիվանդությունները շաքարային դիաբետը գերակշռում են։ Այո, բնականաբար շաքարային դիաբետը եւ վահանաձև գեղձի հիվանդությունները շատ մեծ տարածում ունեն, հատկապես վահանաձև գեղձի հիվանդությունները տարածված են կանանց շրջանում, 1 տղամարդուն 5 կնոջ, այսպես է բաժին հասնում, կանանց մոտ շատ ավելի տարածված են, իսկ շաքարային դիաբետը բնականաբար ամբողջ աշխարհում երկրորդ տիպ դիաբետի մասին է խոսքը, որը բնականաբար պայմանավորված է արդեն քիչ շարժուն ապրելակերպով եւ բնականաբար ոչ ճիշտ սնվելու կենսակերպով է պայմանավորված։ Ինչ կանգատներով են դիմում էնդոկրինոլոգի։ Առաջին հերթին էներգիայի անկումն է։ Գիտենք, որ յոդը ընկած է վահանաձև գեղձի հորմոնների սինթեզի հիմքում եւ այս հորմոնները օրգանիզմում կարգավորում են ինչպես նյութափոխանակությունը, նյութափոխանակության բոլոր օղակները, այնպես էլ էներգիայի փոխանակություն։ Նյարդային համակարգի հետ փոփոխություններ են տեղի ունենում, ավելի զգայուն են դառնում, լացկանությունը նույնպես շատ բնորոշ է այս պացիենտներին։ Մինչ շարունակելը տեսնում եմ Հարիչ Ալոնայի ձեռքին, որ փուլում ես։ Հիմա կմանրացնենք, կհարենք հեսի։ Մենք դեմ չենք։ Մի քիչ կխանգարեմ ձեզ։ Ոչ մի խնդիր։ Մենք հետևում ենք process-ին։ Շատ լավ։ Ինչպես տեսանք, ֆեյխուան եւ ավոկադոներ, այո։ Այո, Ուրիշ բաղադրիչներ եւս։ Ոչ, կավելացնենք։ Դեռ այդ երկուսը։ Շատ սիրուն գույն ստացանք։ Համաձայն եմ, շատ առողջ, թարմ ու անուշ բույր ունի։ Հավատում ենք, շուտով կփորձենք։ Բժշկուհի Կարապետյան, բուժմանը չենք անդրադառնա, քանզի դա գիտենք խիստ անհատական է, թե դեղորայքային է, թե վարքագծային կարծում եմ սննդակարգի, կուզենայի հարցնել շատ սննդամթերքներ կան, որ տարածված կարծիք կա, որ դրանք խիստ հագեցված են յոդով, նայ օրինակ ինչպես ընկույզն է, սմբուկն է, ինչ կասեք այդ սննդատեսակների մասին։ Անչափ կարևորը թե սննդատեսակը որտեղ է աճել։ Թեկուզ հենց վարդաթուզը ֆեյխոյան, եթե ծովային վարդաթուզ առաջին անգամ եմ լսում, շնորհակալ եմ ինֆորմացիոնելու համար։ Ծովափնյա տարածաշրջանում է, նրա 100 գրամը բավականին քանակությամբ յոդ է պարունակում, օրվա յոդի քանակին էլ անդրադառնամ, որ օրեկան ցուցված է օգտագործել 150 միկրոգրամ յոդ միջինում չափահասներին, հղիներին ավելի բարձր, մինչև 250 միկրոգրամ, երեխաներին ավելի ցածր 50-ից 100 եւ նույն ընկույզը, նույն սմբուկը, որ տարածված են, նախ նրանց մեջ շատ քիչ քանակություն է պարունակվում յոդի, կարտոֆիլն է պարունակում, այո, բայց ծովամթերքներն են որոշակի ավելի բարձր քանակությամբ յոդ պարունակում, ինչպես նաև այլ օգտակար միկրոտարեր, օրինակ սելենը, որոնք նույնպես վահանաձև գեղձի առողջության եւ իմունային համակարգի համար մեծ նշանակություն ունեն։ Այո։ Իսկ ամբողջ աշխարհում կանխարգելման հարցը յոդի պակասի լուծվել է աղի յոդացմամբ, օրինակ 1 գրամ յոդացված աղը պարունակում է 40 միկրոգրամ յոդ եւ օրեկան աղի պահանջը օրգանիզմի կարող է 5 գրամի հասնել, սակայն շատ հիվանդությունների դեպքում գիտենք աղի օգտագործումը, այո, մեծ քանակությամբ հակացուցված է, այո, տարածված հիվանդություն է, օրինակ զարկերակային գերճնշումը, որի դեպքում պետք է
խիստ սահմանափակել աղի օգտագործումը։ Այդ պարագայում նաև օգտագործելուց աղը եփվելուց գոլորշիանում է յոդը, ճիշտ չպահելուց, չպահպանելուց, բաց տարայում պահելուց նույնպես յոդը կարող է ցնդել, այնպես որ մենք օրեկան մեր յոդի քանակությունը չենք կարողանում լիարժեք ստանալ, ուստի այնպիսի օգտակար սննդամթերքների օգտագործումը, ինչպիսին է վարդաթուզը եւ ծովամթերքները, կատնամթերքը իմիջիալոց նույնպես պարունակում է որոշակի քանակությամբ այո։ Մենք տեսանք Ալոնան Երեմյան Products-ի կատնաշոր եւ վարդաթուզի առավելություններից է նաեւ, որ նրա մեջ պարունակող յոդը շատ լավ է յուրացվում օրգանիզմում, քանի որ նրա կեղևը պարունակում է թիրոզին ամինաթթուն եւ նպաստում է վահանաձև գեղձի հորմոնների առաջացմանը ու օրգանիզմում ճիշտ յուրացմանը։ Մեղրի օգտագործումը վարդաթուզի հետ ժողովրդական բժշկության մեջ ընդունված է, որովհետեւ եթե պահպանում են երկար ժամանակով, արդեն ավելացնում են մեղր։ Իհարկե խորհուրդ չեմ տա շաքարավազ, երբեմն շաքարավազով նույնպես պատրաստում են պահելու նպատակով, իսկ այժմ սեզոնն է, սեզոնային կարելի է օգտագործել, սակայն նրանք, ովքեր ունեն խնդիր եւ արդեն օգտագործում են դեղորայքը, պետք է խորհրդակցել բժշկի հետ, որպեսզի քանակությունը ինչքան օգտագործեն։ Իսկ օրեկան 3-ից 4 հատը կարծում եմ նորմալ է, որ կկարողանան օգտագործեն բոլորը։ Շատ լավ, խոսեցինք կանխարգելումից, իսկ կարելի է իմանալ կան արդյոք սննդատեսակներ, որոնք նման խնդիրների դեպքում ցանկալի չէ եւ առհասարակ պետք է բացառել։ Վահանագեղձի հիվանդությունների մասին։ Գեղձի հիվանդությունները, եթե դիֆուզ խպիպ է եւ հանգուցավոր խպիպ է, այսինքն չափերով մեծացած է, բացատրենք խպիպը ինչ է, այս դեպքում օրինակ խաչածաղկավորները, ծաղկակաղամբը, բրոկոլին, դրանք հակացուցված են, այսինքն մեծ քանակությամբ օգտագործումը նրանք, ովքեր շատ են սիրում կաղամբ, ծաղկակաղամբ շատ են օգտագործում, նման խնդիրների դեպքում պետք է սահմանափակել դրա օգտագործումը։ Ընդ որում ծովակաղամբը նույնպես շատ մեծ քանակությամբ յոդ է պարունակում, առաջատարներից է յոդի պարունակությամբ, նրա օգտագործումը նույնպես պետք է խորհրդակցել բժշկի հետ, եթե ունեն խնդիրներ։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Մենք տեսնում ենք, որ Ալոնան արդեն աղցանը պատրաստեց, եթե դեմ չեք, ես հիմա կընթերցեմ մեր հեռուստադիտողների համար նաև բաղադրությունը։ Եթե չեմ սխալվում, ֆեյխլան փաստորեն մենք չենք կեղևազատել, այո, որովհետև թիրոզին է պարունակում, ինչպես այսօր իմացանք, եւ ցանկալի է նույնիսկ կեղևով մասերը միայն վնասված մասերը, ցանկալի է լավ լվանալ եւ կեղևով արդեն մանրացնել, այո։ Ահա, նորություն է, շատ լավ։ Փաստորեն մենք օգտագործել ենք ֆեյխլա 6-ից 7 հատ կամ վարդաթուզ, ինչպես Բժշկուհի Կարապետյանն արդեն ասեց, ավոկադո 1 կամ 2 հատ ըստ ճաշակի, կատնաշոր 200 գրամ եւ մեղր 1 թեյի գտալ։ Այո, մենք անպայման բժշկու հետ կփորձենք, Ալոնա, շնորհակալություն այս գեղեցիկ եւ թարմ տեսք ունեցող ուտեստի համար։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Հաչափնյակ բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Աստղիկ Կարապետյանը, խոսեցինք ամենատարածված էնդոկրին հիվանդությունների մասին եւ հիշեցնեմ, որ այս հատվածի մեր գործընկերն է Երեմյան Products-ը։ Երեմյան Products-ը իր ֆերմայում պատրաստված անարատ կաթով պատրաստում է կատնամթերքի լայն տեսականի, վերահսկելով եւ կազմակերպելով կատնամթերքի պատրաստման ողջ գործընթացը։ Փնտրեք բոլոր սուպերմարկետներում բարձրակարգ կատնամթերք, Երեմյան Products, կաթը սերը։